Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, քարոզարշավը մեր երկրում մոտենում է իր ավարտին, բայց կան հարցեր, որոնք դեռ մնում են բաց, ինչպիսին է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատագիրը, խաղաղության ճակատագիրը, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ճակատագիրը, և որ ամենակարևորն է, ինչ մասնակցություն են ունենալու մեր հայրենակիցները սպասվող ընտրություններին։ Ասել, թե սպասվող ընտրություններն ունեն մեծ և աշխարհաքաղաքական նշանակություն, նշանակում է ոչինչ չասել։ Պետք է ակտիվորեն մասնակցել սպասվող ընտրություններին, սիրելի հայրենակիցներ։ Պետք է ցույց տանք, որ մենք իրոք հինավուրց ազգ ենք, ունենք արժանապատվություն և չենք թույլ տալու, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն որոշումներ կայացնի։ Մամուլում տարածած տեղեկատվության համաձայն, կարծես թե գործող իշխանությունները դեմ չեն Ադրբեջանին տալ այն տարածքները, որ պահանջում է Ալիևը, բայց մենք պետք է հասկանանք, որ անգամ եթե այդ տարածքներում ինչ-որ ժամանակ ապրել են ադրբեջանցիներ, կամ եթե անգամ դրանք եղել են Ադրբեջանի խորհրդային հանրապետության մաս, առանց համապատասխան քարտեզների հաստատման, այդ տարածքները չի կարելի զիջել։ Ավելին, մենք նաև պետք է հասկանանք, թե ինչ է դրա դիմաց մեզ տալու Ադրբեջանի ղեկավարությունը։ Բացի այդ, ըստ մամուլում տարածած տեղեկատվության, հունիսի 19-ին Նախիջևանում իրականացվելու և կազմակերպվելու է մի միջոցառում, որի անունն է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Արևմտյան Ադրբեջան ասելով, գիտենք, ադրբեջանցիները նկատի ունեն Հայաստանի Հանրապետությունը, այսինքն կասկածի տակ են դնում նաև Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Նման պայմաններում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, դա ինքնասպանություն է։ Ժամանակն է արդեն, որպեսզի բանակցային սեղանի շուրջ Ալիևին ցույց տանք իր տեղը, ցույց տանք, որ եթե լինելու է զիջում, ապա դա պետք է լինի փոխադարձ հիմունքներով։ Ժամանակն է, որպեսզի բոլորս մեր ձայնը բարձրացնենք և ակտիվորեն մասնակցենք ընտրություններին, սիրելի հայրենակիցներ։ Դրանով որոշվելու է մեր երեխաների և մեր հանրապետության ապագան։